Բարի գալուստ բուժատետեր։ Հավանաբար նկատած կլինեք, որ որոշ մարդկանց մոծակները ավելի շատ են խայթում, քան մնացածին։ Մարդիկ էլ կան նշում են, որ իրենց մոծակները ընդհանրապես չեն խայթում։ Այս թողարկմանը խոսելու ենք, թե ինչու են մոծակները հենց ձեզ ընտրում խայթելու համար։ Ում են ամենաշատը խայթում եւ ինչու։ Ինչպես կանխարգելել մոծակների խայթոցը, ինչով է իրականում վտանգավոր մոծակների խայթելը եւ իհարկե ինչ անել, եթե ձեզ մոծակ է խայթել։ Նախ նշենք, որ մոծակների ընտրողականությունը պայմանավորված է մարդու անհատական հոտով, արտաշնչած ածխաթու գազի քանակով, մաշկի ջերմաստիճանով եւ նույնիսկ արյան խմբով։ Եթե ընկերական հավաքույթի ժամանակ բոլորը հանգիստ նստած զրուցում են, իսկ դուք անդադար պայքարում եք ձեր շուրջը պտտվող մոծակների դեմ, դա ձեր երևակայությունը չէ։ Դուք իրականում հանդիսանում եք իսկական մոծակների մագնիս։ Մոծակները մեզ չեն ընտրում պատահականության սկզբունքով։ Նրանք օժտված են գերզգայուն սենսորներով, որոնք թույլ են տալիս մարդուն նկատել եւ տարբերակել նույնիսկ մետրերի հեռավորությունից։ Եվ այսպես, պատճառ համար առաջին՝ ածխաթու գազի հետագիծը հեռահար թիրախավորում։ Գործողության շառավիղը 10-ից 50 մետր է, այսինքն այս հեռավորությունից արդեն մոծակը ընտրում է ձեզ խայթելու համար։ Մոծակի որսը սկսվում է հեռվից, եւ առաջին ազդանշանը, որը նա որսում է, մարդու արտաշնչած ածխաթու գազն է, CO2-ը։ Մոծակներն ունեն մասնագիտացված մաքսիլյար պալպեր։ Սա այն 4 ուղի օրգաններն են բերանային ապարատի մոտ, որոնք հագեցած են ածխաթու գազի նկատմամբ գերզգայուն ընկալիչներով։ Նրանք արձագանքում են օդում գազի կոնցենտրացիայի նույնիսկ չնչին փոփոխություններին։ Երբ մենք շնչում ենք, առաջանում է ածխաթու գազի ամպ, որը քամու միջոցով տարածվում է միջավայրում։ Մոծակը որսում է հենց այդ հոսքը եւ սկսում է շարժվել զիգզագաձև հետագծով դեպի գազի առավելագույն խտության կետը։ Ովքեր են թիրախում։ Որքան մեծ է մարդու մարմնի զանգվածը եւ որքան արագ է նրա նյութափոխանակությունը, մետաբոլիզմը, այնքան նա ավելի շատ ածխաթու գազ է արտանետում։ Եվ սա է պատճառը, որ տղամարդիկ, ավելորդ քաշ ունեցող անձինք եւ հղի կանայք, ում նյութափոխանակությունը արագացած է, հեռվից դառնում են մոծակների համար առաջնային թիրախ։ Երեխաները ընդհակառակը ավելի քիչ ածխաթու գազ են արտաշնչում, ուստի հեռահար տարածության վրա նրանք ավելի պաշտպանված են։ Հաջորդը միջին հեռավորությունն է, տեսողական կողմնորոշումը եւ գույները։ Երբ մոծակը արդեն զգացել է ածխաթու գազի առկայությունը, միանում է նրա տեսողությունը։ Այդ ժամանակ մոծակները սկսում են փնտրել շարժվող եւ շրջապատից առանձնացող ստվերները։ Մոծակների տեսողությունը տարբերվում է մեր տեսողությունից։ Նրանք աշխարհը տեսնում են ջերմային եւ լուսային կոնտրաստների տեսքով։ Ածխաթու գազի հոտը ստիպում է մոծակի ուղեղին ակտիվացնել տեսողական կենտրոնները եւ փնտրել կոնկրետ գույներ, որոնք ասոցացվում են պոտենցիալ զոհի հետ։ Նրանք նախընտրում են մուգ եւ վառ գույները։ Սև, մուգ կապույտ, կարմիր, նարնջագույն։ Մուգ գույները կլանում են լույսն ու ջերմությունը, ստեղծելով հստակ սիլուետ, որը հեշտ է նկատել։ Բացի այդ, մարդու մաշկը անկախ ռասայից միջատների տեսողական տիրույթում արձակում է երկարալիկ տիրույթի նմանվող ազդանշան։ Եթե դուք կրում եք սև կամ կարմիր հագուստ, ապա դուք կրկնապատկում եք ձեր տեսանելիությունը մոծակի համար։ Հաջորդը, թե ինչպես են մոծակները ընտրում իրենց զոհին։ Քիմիական կոկտեյլ եւ մաշկի հոտեր։ Սա ամենակարևոր փուլն է, որը բացատրում է, թե ինչու է մոծակը կողքի նստած մարդուն թողած հարձակվում հենց ձեզ վրա։ Մոտ տարածության վրա մոծակը առաջնորդվում է մաշկի քիմիական արտազատումներով։ Մարդու մաշկը, ինչպես գիտենք, արտազատում է ավելի քան 400 տարբեր քիմիական միացություններ։ Կաթնաթթու, սա մոծակների ամենասիրելի նյութն է։ Այն արտադրվում է մեր մկանների աշխատանքի եւ որոշակի սննդի մարսման արդյունքում, ապա քրտենքի հետ դուրս է գալիս մաշկի մակերես։ Ֆիզիկական մարզումներից հետո մաշկի վրա կաթնաթթվի քանակը կտրուկ բարձրանում է։ Հաջորդը բակտերիաներն են, որոնք գտնվում են մեր մաշկի վրա։ Ինչպես գիտենք, մեր մաշկի վրա ապրում են միլիոնավոր օգտակար բակտերիաներ։ Նրանք սնվում են քրտինքով եւ ճարպային արտազատումներով, դրանք վերածելով ցնդող օրգանական թթուների, օրինակ արաքաթթու։ Այս բակտերիաների կազմը յուրաքանչյուր մարդու մոտ անհատական է, օրինակ ինչպես մատնահետքը։ Սա պայմանավորված է գենետիկայով, սննդակարգով եւ հիգիենայով։ Եթե ձեր մաշկի բակտերիաները արտադրում են մեծ քանակությամբ ճարպաթթուներ, ապա դուք դառնում եք համեղ պատառ մոծակների համար։ Բնական վանողություն։ Որոշ երջանիկ մարդկանց մաշկի միկրոբիոմ արտադրում է այնպիսի նյութեր, որոնք քողարկում են մարդու հոտը կամ ուղղակի վանում են մոծակներին։ Նրանց կողքի նստած մարդը կարող է խայթվել, իսկ իրենք ոչ։ Հաջորդը մաշկի ջերմություն եւ արյան խումբ։ Երբ մոծակ արդեն նստում է մաշկի վրա, նա կատարում է վերջնական ստուգում, նախքան կնճիթը մաշկի մեջ մտցնել է կծելը։ Մոծակների բեղիկների վրա կան թերմոռեցեպտորներ, որոնք զգում են մարմնի ջերմաստիճանի նույնիսկ 0.5% փոփոխությունը։
Նրանք փնտրում են այն հատվածները, որտեղ արյունատար անոթները մոտ են մաշկի մակերեսին։ Դաստակներ, պարանոց, կոճեր, տաք եւ քրտնած մաշկը նրանց հուշում է, որ արյունը այստեղ առատ է եւ տաք։ Նաև հենց այս պատճառով է, որ նրանք շատ են կծում ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Հաջորդ շատ հետաքրքիր գործոն է արյան խմբի գործոն։ Մարդկանց մոտ 80%-ը իրենց մաշկի արտազատուկների քրտնքի թուքի միջոցով քիմիական ազդանշան է արձակում, որը բացահայտում է նրանց արյան խումբը։ Սրանք անվանվում են սեկրետորներ։ Գիտականորեն ապացուցված է, որ առաջին խմբի արյուն ունեցող սեկրետորները մոծակների համար 2 անգամ ավելի գրավիչ են, քան երկրորդ խմբի արյուն ունեցողները, իսկ հա երրորդ խմբի արյունը գտնվում է մեջտեղում։ Իսկ հա չորրորդ խմբի արյունը մոծակների նախասիրությունների սանդղակում զբաղեցնում է չեզոք միջին դիրք, գրավելով ամենահամեղ առաջին խմբի եւ ամենաանհետաքրքիր երկրորդ խմբի արանքում։ Եթե դասավորենք արյան խմբերը ըստ մոծակների համար դրանց գրավչության, ապա պատկերը հետևյալն է։ Արյան առաջին խումբ, բացարձակ ֆավորիտ։ Մոծակները 2 անգամ ավելի հաճախ են ընտրում առաջին խումբ ունեցող մարդկանց։ Երրորդ խմբի արյուն, բավականին գրավիչ տարբերակ։ Այս խմբի մարդիկ նույնպես հաճախ են ենթարկվում մոծակների հարձակման։ Չորրորդ խումբ, միջին դիրք։ Սա ավելի գրավիչ է, քան երկրորդ խումբը, բայց զգալիորեն զիջում է առաջինին։ Եվ արյան երկրորդ խումբ ունեցողները մոծակների համար ամենակիչ ցանկալի խումբն է։ Այս խմբի տեր մարդկանց մոծակները պատկերավոր ասած այդքան էլ չեն սիրում եւ չեն կծում։ Հաջորդը ալկոհոլի ազեսյունն է։ Գարեջուր կամ այլ ալկոհոլային խմիչք օգտագործելիս մեր անոթները լայնանում են, մաշկի ջերմաստիճանը բարձրանում է եւ քրտնքի մեջ հայտնվում են էթանոլի հետքեր։ Սա ակնթարթորեն ակտիվացնում է մոծակի բոլոր սենսորները, հաստատելով, որ թիրախը պատրաստ է խայթոցի։ Մի հետաքրքիր փաստ։ Ձեզ խայթում են բացառապես էգ մոծակները։ Այո, կան մոծակներ, որ ընդհանրապես չեն խայթում, դրանք արու մոծակներն են։ Արու մոծակները սնվում են բույսերի նեկտարով։ Իսկ հա էգերին մեր արյան մեջ պարունակվող սպիտակուցները եւ երկաթը անհրաժեշտ է ձվադրման եւ սերունդ տալու համար։ Ինչով է իրականում վտանգավոր մոծակի խայթոցը։ Շատերի համար մոծակի խայթոցը պարզապես մի քանի օր տևող տհաճ քոր է, սակայն իրականում այս փոքրիկ միջատները համարվում են մոլորակի ամենավտանգավոր արարածներից մեկը իրենց փոխանցած հիվանդությունների պատճառով։ Բժշկական վիճակագրության համաձայն մոծակները հանդիսանում են մոլորակի ամենամահաբեր արարածները, քանի որ նրանց փոխանցած հիվանդություններից տարեկան աշխարհում մահանում է ավելի քան 700,000 մարդ։ Վարակիչ մահացու հիվանդությունների փոխանցում։ Երբ էգ մոծակը ծակում է մաշկը, նա իր կնճիթով փնտրում է մազանոթ։ Արյան մակարդումը կանխելու եւ այն անարգել ծծելու համար նա ներարկում է իր թուքը։ Եթե մոծակը նախկինում սնվել է վարակված կենդանու կամ մարդու արյունով, նրա թքագեղձերում առկա ախտածինները ակնթարթորեն անցնում են մարդու արյան շրջանառության մեջ։ Արևմտյան Նիլի տենդ։ Սա ամենաարդիական սպառնալիքն է մեր տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի համար, որտեղ վերջին տարիներին արձանագրվել են այս հիվանդության բռնկումները։ Դեպքերի 80%-ում վարակ անցնում է անախտանիշ, մնացած 20-ի մոտ զարգանում է տենդ, բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, հոդացավեր, փսխում եւ մաշկային ցան։ Վարակվածների մոտ 1%-ի մոտ էլ վիրուսը թափանցում է արյունաուղեղային պատնեշով եւ առաջացնում է կենտրոնական նյարդային համակարգի կյանքին սպառնացող բորբոքումներ՝ մենինգիտ, ուղեղի թաղանթի բորբոքում կամ էնցեֆալիտ, բուն ուղեղի բորբոքում։ Սա էլ կարող է հանգեցնել կաթվածի, կոմայի, մահվան, հատկապես տարեցների եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։ Հաջորդը մալարիան է։ Հարուցվում է միաբջիջ մակաբույծների միջոցով, որոնք փոխանցվում են մոծակների կողմից։ Մակաբույծները արյան հոսքով հասնում են ձեր լյարդ, բազմանում այնտեղ, ապա հարձակվում արյան կարմիր բջիջների էրիթրոցիտների վրա եւ քայքայում դրանք։ Սա առաջացնում է սուր տենդի նոպաներ, դողերոծք, դեղնուկ եւ ծանր սակավարյունություն, անեմիա։ Առանց ժամանակին բուժման հանգեցնում է ներքին օրգանների ֆունկցիայի խանգարման եւ մահվան։ Իսկ մալարիան հիմնականում հենց փոխանցվում է մոծակների միջոցով։ Հաջորդը դենգե, զիկա եւ դեղին տենդ։ Այս վիրուսները հիմնականում տարածված են արևադարձային գոտիներում, Աֆրիկա, Ամերիկա, Ասիա, սակայն туриզմի եւ կլիմայի գլոբալ տաքացման պատճառով դրանց աշխարհագրությունը ընդլայնվում է։ Հաջորդը սուր ալերգիկ ռեակցիաներն են եւ սկիտեր համախտանիշը։ Մոծակի թքի մեջ պարունակվում են ավելի քան 20 տեսակի տարբեր սպիտակուցներ, որոնք մեր իմունային համակարգի կողմից ընկալվում են որպես թշնամական հակագեներ։ Ի պատասխան օրգանիզմը արտադրում է հիստամին, ինչն էլ առաջացնում է տեղային բորբոքումներ։ Որոշ մարդկանց մոտ մոծակի կծելուց զարգանում է սուր տեղային ալերգիկ ռեակցիա, որը բժշկության մեջ կոչվում է սկիտեր։
Խայթոցից ընդամենը ժամեր անց տվյալ հատվածը վերածվում է հսկայական կարմրած, պնդացած եւ այրող այտուցի, որը հաճախ շփոթում են բակտերիալ ինֆեկցիայի հետ։ Հաճախ հանդիպում է երեխաների մոտ, ում իմունիտետը դեռ չի հարմարվել մոծակի տոքսիններին։ Անաֆիլակտիկ շոկ ծայրահեղ հազվադ է, բայց հնարավոր է համակարգային ալերգիկ ռեակցիա։ Խայթոցից անմիջապես հետո սկսվում է կոկորդի այտուց, շնչառության դժվարացում, զարկերակային արյան ճնշման կտրուկ անկում եւ գիտակցության կորուստ։ Ինչ անել, եթե ձեզ արդեն մոծակ է խայթել։ Եթե չի հաջողվել խուսափել խայտոցից, ապա հետևեք այս պարզ քայլերին տհաճ զգացողություններից արագ ազատվելու համար։ Մի քորեք, սա ամենակարևոր կանոնն է։ Քորելիս ալերգենը ավելի է տարածվում, իսկ քորը ուժ գնանում է։ Լվացեք օճառով։ Խայթված տեղը անմիջապես լվացեք սառը ջրով եւ օճառով մաշկի մակերեսից թեքի մնացորդները եւ բակտերիաները հեռացնելու համար։ Կիրառեք սառույց։ Կտորի մեջ փաթաթված սառույցը կամ սառը թռչոցը նեղացնում են անոթները, ինչը վայրկենական թուլացնում է քորի ազդանշանը եւ նվազեցնում է այտուցը։ Օգտագործեք սոդա։ 1 թեյի գդալ սոդան խառնեք մի քանի կաթիլ ջրի հետ։ Ստացված թանձր մածուկը քսեք վերքին, պահեք 10 րոպե եւ լվացեք։ Հատկապես եթե գիտեք, որ դուք ունեք ալերգիա մոծակի խայթոցից, սա կարող է ձեզ համար լինել իսկական փրկություն։ Սոդան չեզոքացնում է թթվային միջավայրը եւ հանգստացնում է մաշկը։ Հաջորդը դեղատնային միջոցներ են։ Օգտագործեք կալամին լոսյոն կամ հակահիստամինային գելեր, օրինակ ֆենիստիլ։ Ուժեղ բորբոքման դեպքում օգնում է 1%-անոց հիդրոկորտիզոնային սուգը։ Իսկ ինչպես պաշտպանվել մոծակի խայթոցից։ Կանխարգելման ոսկե կանոնները։ Մոծակների դեմ պայքարը պետք է կրի համալիր բնույթ, սկսած անձնական հիգիենայից մինչև տան կահավորում։ Ճիշտ հագուստ եւ հիգիենա։ Բնության գրկում կամ երեկոյան ժամերին կրեք բաց գույնի, երկարաթև հագուստ եւ տաբատ։ Ֆիզիկական ակտիվությունից հետո անմիջապես ցնցող ընդունեք, որպեսզի մաշկից հեռացնեք կաթնաթթուն եւ քրտինքի հոտը, որը սովորաբար գրավում է մոծակներին։ Հաջորդը քիմիական պաշտպանություն։ Մաշկի բաց հատվածներին եւ հագուստին քսեք հատուկ սպրեյներ կամ նյութեր, որոնք պարունակում են գիտականորեն հաստատված արդյունավետ բաղադրիչներ։ Դրանք են դիտը, սա ամենահզոր եւ երկարատև ազդող միջոցն է, պիկարիդին կոչվողը, անհոտ եւ թեթև տարբերակն է, կիտրոնային էվկալիպտի յուղ, սա բնական, բայց շատ արդյունավետ այլընտրանք է։ Տան եւ բակի անվտանգություն, պատուհանների ցանցեր։ Տեղադրեք մանրավանդակ պաշտպանիչ ցանցեր բոլոր պատուհաններին, դռներին։ Վերացրեք կանգնած ջուրը։ Մոծակներին ձվադրման համար անհրաժեշտ է կանգնած ջուր։ Բակից հեռացրեք բաց դույլերը, անձրևաջրի տարաները, հաճախակի փոխեք ընտանի կենդանիների, ջրամանների եւ ծաղկամանների տակի ջուրը։ Բնական վանող բույսեր։ Բակում կամ պատշգամբում տնկեք լավանդա, ռեհան, նարգիզ կամ դաղձ։ Դրանց բույրը տհաճ է մոծակների համար եւ հեռու է պահում նրանց ձեր տարածքից։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, ապա հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք. Արդյոք ձեզ նույնպես շատ են կծում մոծակները։ Նշեք, թե որ արյան խմբին եք պատկանում։ Մեկնաբանությունների հատվածում նաև նշեք, թե ինչպես եք կանխարգելում մոծակների խայթոցը, արդյոք դա օգնում է ձեզ, թե ոչ։ Տեսանյութով կիսվեք ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք եւ ամուր մնացեք, մինչ նոր հանդիպում։